Վանացայնեն բարև ձեզ հարգելի ունկնդիրներ։ Մարալ եւ ցայնի հաղորդավար Անտոնին ձեզ հետ են Լիբանանահայ խմբերքային արվեստը հաղորդաշարով։ Այսօրվա հետաքրքրով պիտի ներկայացնենք հայ ավետարանական համայնքի խմբավարներեն Հակոբ Իվեզյանը։ Հաջելի ունկնդրության մաղթանքով գանցնիմ հայտակրի գործադրության։ Լիբանանահայ կյանքի մեջ շատ նշանակալից եղավ Հակոբ Իվեզյանի թերը, ընդհանրապես երաժշտական եւ մասնավորապես երգչախմբային ու նվագախմբային մարզերում մեջ։ Ան առաջին երաժշտակետն է, որ Բեյրութ հաստատված քաղաքականներուն անձնվիրապար սորվեցուց երգ եւ երաժշտություն, գազմեց քարացային երգցեր երգչախումբ, դասավանդեց որբանոցներու մեջ, փերավ առաջին տաշնագը, կաչալերեց դաղանտավոր աշակերտները, աղքատները ծրիապար ուսուցանեց եւ թեր հրադարագեց ցայնակրության 10 դասակիրքեր։ Հակոբ Իվեզյան ծնած է 15 փետրվար 1891-ին Մարաշի հայ ավետարանական համայնքի մեջ, ինչ որ նպաստեց իր երաժշտական բնածին դաղանթին ծաղկումին։ Ան զավակն է երաժշտասեր ընտանիքի մը։ Հայրը Ավեդիս եղած է Մարաշի Էբեն Ազար որբանոցին դեսուչը, Բաշտոն զորվարած է իր գնոջ գործակցությամբ։ Ավեդիս Իվեզյան նվագի սիրահարմ եղած է, մանավանդ չութագի, իսկ մայրը հմայիչ ցայնով երգողը։ Հակոբ իր ինքնագենսակրության մեջ գհիշե, որ իր հայրը եղած է երգ ու նվագ սիրող, եւ թե ան եվրոպական ցայնակրությունը սորված է ամերիկացի միսիոնարեմը Փերի, որ 1864-ին 1972-ին հիմնած է երաժշտագիտական ավանդությունը Մարաշի ավետարանական եկեղեցիներու մեջ։ Հակոբ կանուխեն հետաքրքրություն ցուցաբերեց երաժշտության նկատմամբ։ 9 տարեկանին, երբ ավետարանական վյուստա գոչված դպրոցի աշակերտ էր, նոտայով երգեցողության դաս կառնեհոն եւ գսկսի չութագի դասերու հետևիլ։ Երբ 11 տարեկանին Հակոբ փոխադրվեցավ Մարաշ ակադեմի գոչվող մանչերու բարձր վարժարան, շաբթվան 5 օրերուն ամեն օր ժամը 11:12 ցայնական երաժշտության դաս կդրվեր անփոփոխ կանոնավորությամբ եւ բոլոր աշակերտներուն համար բարդավորիչ էր անիգա։ Բանմը, որ ավետարանական դպրոցները դուրս ոչ մեկ դպրոցի մեջ կար։ Իվեզյան իր առաջին չութագին դիրանալու մասին գկրե։ Հայրս, դեսնելով իմ երաժշտական ընդունակությունս, գուզե ինձի չութակ մկնել, իսկ մայրս արկել կհանդիսանա, չութակ նվագելը մեղք եւ ամոթ ծեբելով։ 1902 թվականին այն տեբու մեջ կումարվող հայ ավետարանական միության համակումարին հորս հետ մայրս ալ այնտեղ երթալով կոլեջի ամավերջի հանդեսին ներկա գլան, ուր երկերուն 4 չութակներով եկեղեցու մեջ նվագվիլը կդեսնեն եւ ծնողքս գորոշեն չութակ մկնել ինձի։ 1904-ին Հակոբի հորգանխահասմահը բաճար գտարնա, որ ան գիսատ տողու իր ուսումը Մարաշի ակադեմիո մեջ եւ չութակը դարձնե Աբրուստի միջոց։ 1911-ին Հակոբ Իվեզյան գհիմնե երկասիրած միությունը Մարաշի հայ ավետարանական երգսեր երիտասարդ երաժշտասերներու հետ միասին։ Այս միության անդրանիկ երկհանդեսը գլա Իվեզյանի արագ վերելքին մեկնագետը։ Հակոբ Իվեզյան ուսուցչական պաշտոնի կհրավիրվի այնտեղ երաժշտություն դասավանդելու։ Այդ պաշտոնի մեջ հաջորդելով դերվույն գետրոնական Թուրքիո կոլեջի երաժշտության դասադուին Նևդոն Հարությունյանին։ Իվեզյան արդեն անզուգական չութագահարմն էր, գնվագեր զանազան նվագարաններ եւ մեկ տարի կացած էր Զվիցերիա մասնակցանալու ցայնավարժության ու խմբավարության մեջ։ Ան արտիական մեթոդներով երգի, նվագի եւ փողերախումբի խումբեր մարզել սորված էր Զվիցերիո մեջ եւ արժանացած քերազանցիկ երաժիշտ վգայակերին Ժնևի երաժշտանոցեն շնորհիվ իր ցուցաբերած երաժշտական բացարիք տաղանթին։ 1912-ին Իվեզյան գերտա այնտեղ, ուր մեծ խանդավառությամբ գլզվի կորձի։ Ան գնդլայնե ու գզարկացնե մինչ այդ գոյություն ունեցող երաժշտական համեստ պայմանները։ Կոլեջի մեջ կգազմե կարացան երգչախումբ, նվագախումբ եւ փողերախումբ։ Ան իր ինքնագենսակրության մեջ գծարանա այն դժվարությանց ու արգելքներուն վրա զորս կդիմակրավե, մինչև որ հաջողի եկեղեցական շենքերու մեջ իր գդարած սրբազան երկհանդեսներուն ադեն չուտագի կամ ուրիշ նվագարանի ընկերակցությունը ապահովել, նաև գազմել երգսեր երգչախումբեր։ Ան իբրև այցելու ուսուցիչ կպաշտոնավարե նաև աթենական վարժարանի մեջ,
ուր նույնպես կգազմագերբե փողերախումբը։ Հակոբ Իվեզյան միաժամանակ ճուտագի, սրինքի ու երկհոնի անձնական դասեր կուտա մասնավոր աշակերտներու։ Ան գտարնա նաև փողերախումբի առաջնորդն ու վարիչ Ակիոլի գրտասիրած վարժարանին։ 1913-1915-ին Իվեզյան երգչախումբով ու նվագախումբով ելույթներ կգազմագերբե հանրության համար եւ նույնիսկ կաժանանա թուրքերուն ուշադրության։ 1915-ին վրա կհասնի դեղահանությունը։ Դպրոցները կփակվին, անգանցնի Հալեբ, ուր շնորհիվ երաժշտի իր դաղանթին գահաճողի մնալ եւ դասավանդել Պետական Սուլթանի եւ վարժարանին Քերման Ռեալ Շուլեի մեջ, նաև ճուտագի դասեր կուտա խումբ մեծավորներու զավակներուն։ Իբրև մարդ, բոլոր զինջանցողները մեծ հիացումով գարդահայտվին անոր մասին։ Բացի արվեստեն, Իվեզյան հատկանշող նկարագրիքի ձեր էին խոնարհությունը, բարձրասիրությունը, թյուրահաղորդությունը, անխոնջ աշխատասիրությունը եւ բոլորանվեր ինքնընծայումը արվեստին։ Ցուցասեր չէր, ոչ ալ փարադենչիկ, համեստության օրինագելի դիբարմը։ Զիրատատարին, երբ Պարսել Գանաչյան Հալեբ կուկա ու համերգ մգուդա Արաբյո տակավորին եւ Պարսրաստիճան անգլիացիներու ներկայության, արիտ կունենա նաև հանդիպելու Հակոբ Իվեզյանին հետ։ Գանաչյան հետևյալ դողերով գարդահայտվի Իվեզյանի մասին։ Միջանկյալ հիշեմ, որ այդ տվականին ծանոթացա տշպախտ բարեկամիս Իվեզյանին։ Այդ շրջանին եւ իմ մեկնելես վերջնալ անխումբով շարունակեց համերգներ գազմագերբել եւ վարբահել հայ երաժշտությունը։ Դարակրութենեն յետ Հակոբ Իվեզյան գաստադվի Լիբանան հայ որբանոցներու երգիրը, ուր երգի ու երաժշտության դասեր կուտա Ջունիի հայկական Ժբեյլի Near East եւ Ղազիրի գուրանոց որբանոցներու մեջ։ 1921-ի փետրվարին Հակոբ Իվեզյան կստանցնե այցելու ուսուցիչի պաշտոնը Ջունիի որբանոցի մեջ, դասավանդելով նվագ եւ ցայնավարժություն։ 1922-1923 գրտական դարաշրջանին գահստատվի Ջունի, նույն դպրոցին գոմե հրավիրվելով իբրև մնայուն ուսուցիչ։ Ան կգազմե 80 հոգինոց երգչախումբը եւ 12 հոգինոց նվագախումբ, ճուտակ, սրինք եւ մանդոլինը։ Որբանոցի ամավերջի համտեսը շնորհիվ Իվեզյանի չանքերուն գաժանանա չեմ քնահատանքի։ Հաջորդ տարին Իվեզյան կհրավիրվի իբրև երաժշտության ուսուցիչ դասավանդելու Ժբեյլի ամերիկյան որբանոցի մեջ, ուր ան կհեղաշրջե որբերուն ընկերային եւ գրթական կյանքը, անոնց հոգիներու մեջ ներմուծելով անհուն սեր երաժշտության հանդեպ եւ մանավանդ հայ երաժշտության։ Ան կգազմե նվագախումբը։ Նվագախումբի գործիքներուն հայտայտման հոգը, եթե դնորենությունը իր վրա գարներ, խումբը գազմելու, մարզելու եւ առաջ տանելու բադվավոր եւ երախտաշատ աշխատանքին համար Բեյրութեն կհրավիրվեր երաժշտակետ եւ երգահան բարոն Հակոբ Իվեզյան։ Խոր խոհուն աչքերով, բարին այվածքով, ազնի բնավորության դեր էր բարոն Իվեզյան։ Արվեստակետ էր բարին լայնարումով եւ ինքնին համագրելու հարկելի դարձնելու բոլոր արժանինքները կմարմնավորեր իրանցի մեջ։ Լավ գիտեր երկն ու երաժշտությունը գրավիչ դարձնելու գաղտնիքը։ Համբերադար եւ ներողամիտ մարդ էր, եւ բնավորության իր այս գիծոնուն շնորհիվ էր, որ պիտի հաջողեր դղոցներ շնչել անսահման սեր եւ խանդավառություն դեպի երաժշտությունը, պիտի վարժեցներ դղակը անվհատ եւ հարադեւ աշխատանքով դիրաբեդելու գործիքեն արդահոսող ցայներուն, անոնց մեղ, թավ, գամխոր ելևեչներուն։ Այս վարժություններու ժամանակ էր, որ Երևան գուկար Իվեզյանի ուսուցողական եւ ղեկավարման մեծ կարողությունը։ Բարոն Իվեզյանի բոլորանվեր աշխատանքը գուդար իր բդուղը։ Շատ չանցած խումբը կանոնավոր ցև կստանար, կգազմեր ներտաշնակ ամբողջությունը եւ նախագծված ծրագրի մեջ կգադարեր զգալի նվաճում։ Նոր եղանակները կսորվեին ավելի արագ եւ յուրաքանչյուր 1-2 շաբաթը նորանոր գդորներ դեղ կգտնեին իրենց քրագալներուն վրա։ Երբ 1924-ին կսկսի որբերու ծրվումը, Իվեզյան Ջունիեն կփոխադրվի Բեյրութ, ուր 1925-ին կամուսնանա Սատենիկ Զիբարյանի հետ։ Անալ երաժշտասեր էր եւ քեղեցիկ ցայն ուներ։ Այս տվականին Իվեզյան ուներ 25-30 հոգինոց երգչախումբը, որ զուտ հայկական երգեր կհարամցներ հանրության։ Իվեզյան մինչև իսկ իր բսագի արարողության մասնակցող երգչախումբը կղեկավարե, որովհետև իր գազմած երգչախումբն էր այդ, եւ ուրիշը չէր գնար ղեկավարել զայն։
Հակոբ Իվեզյան 1925-ին Բեյրութի մեջ կհաստատե երաժշտական գործիքներու առուձախի եւ նորոգության խանութը Maison de Piano անունով, որ կգտնվեր Կապուսիններու տաղը։ Ան այս խանութին մեկ անգյունը գործածել որպես դասարան իր ճուտագի աշակերտներուն համար, որոնց տաշնագով գնգերակցեր։ Իվեզյանի ցանկի այս շրջանի մասին Գանաչյան գուզե բաժարապանել հարց տալով։ Բայց Ադելը վերջ ինչ պատահեցավ, որ իր այնքան սիրած արվեստը մասամբ լքեց եւ հագարակ իր գամքին լծվեցավ տաշնակ նորոգելու եւ երաժշտական գործիքներ ծախելու գործին։ Գարձեմ ամենուսալ հայտնի է պատճառը, ան բարդավորված էր այդպես լինելու եւ ադոր համարալ դառնացած էր, ուրեմն ալ խամրեցավ։ Հակոբ Իվեզյան գիմնե նաև ցայնակրական դբարամը նվակ անունով։ Անոր հրադարակչական այս դունը լույս կնձայե 10 փոքրիկ բրագներու ցայնակրության տասակիրքերու եւ ցայնակրյալ երկարաններու։ Իր հրադարակած ցայնակրված տասակիրքերուն եւ երկարաններուն առաջատրած նպատակներ հանրության մատչելի դարձնել զվարթ, մանկական եւ ասկային երկեր, հայ դբրոցներուն դրամատուրգիան դակցնել ցայնակրություն ուսուցանելու թյուրին մեթոդը, հայ երկարվեստը ցանոթացնել օդարներուն, միօրինակություն բցնել հայ գրոնական երաժշտության մեջ, երկելով ցայնակրված բադարակի երկեցողություն եւ կորզածության դակ ունենալ ցայնակրված հայկական երկարամը։ Ունգընտրենք միասնապար հայ աբրինք եղբարք երկը։ Հայ մերնի ոչ եղբար Ոչ օդաներն չկահույս Միաչվի դարձնեք հայս անգույս Ոտալտանես ես թե և սիրե յուրաբար Ոտալնամ իշտ է Հակոբ Իվեզյան եւ երոյիշալ քրկույկները մեկը դպված 1934-ին գգրե հետևյալ խորակիրը։ Ցայնակրյալ նոր երկարան, առաջին բրակ, դբրոցական եւ մանկական անդիպ միացայն եւ բազմացայն երկեր։ Այս քրկույկը շատ հետաքրքրական է եւ կարելի է այսօր իսկ ամբողջությամբ օգտագործել հայ վարժարաններում մեջ, մանավանդ որ Իվեզյան երաժշտական միջազգային բոլոր բարերուն համապատասխանող հայերեն բարեր կդած եւ կորցածած է այս քրկույկի մեջ։ Քրկույկի առաջին մասը կպահանա 22 տասեր է, յուրաքանչյուր տասի դրված հստակ եւ բարձ բացատուտեն յետք երաժշտական դեսության նյութը թեորի գուկա հարցարանովը, ուղված աշակերտին, նաեւ գրավոր բարդականություն։ Այս քրկույկի երկրորդ մասը հատկացված է 12 մանկական երգերու, որոնք մեծամասնությամբ հորինված են Հակոբ Իվեզյանի կողմէ եւ կամ տաշնավորված իր կողմէ։
Քրկուգին վերջին էջով հեղինակը խոսքը գուղե առանձնապես հայ ծնողներուն, երաշտակետ երկհաններուն, յուրաքանչյուրին հանձնարարելով իր քրկուգը, որում միջոցով ցայնակրության հիմնական օրենքները թյուրահաղորդ կերպով կմատուցե եւ որ մեգնան օգտվել թե ծնողները, թե զավակները եւ թե նվակի տասադուները։ Խոսքը ուղելով երաշտակետ երկհաններուն, զանոնք կհրավիրե իրենց հորինումները ղրգելու իրեն հրադարագելու համար։ Տասակերկիս մասին ձեր մասնակիտական թելադրությունները սիրով մտիկ պիտի ենենք։ Եթե գտույլադրեք մանգանց հարմար ձեր ունեցած երկերուն հրադարագությունը տասակերկի մեջ, հաջեցեք մեզ ղրգել։ Ձեր հեղինակություններեն ցեզի կդրամատրենք ծրիապար 500 օրինակ, զոր ազատ եք ձախել ձեր հաշվույն։ Ան նաև կկաչալերե տաշնագի, չուտագի, մանդոլինի կամ որևէ նվագարանի ուսումնադենջ ուսանողները, որբեսի արիտեն օգտվին։ Սույն տասակիրքը ինքնուսույց մեթոդով մեծապես պիտի թյուրացնե ձեր աշխատանքը, որով շատ ավելի պատրաստված կրնակ ներկայանալ ձեր ուսուցիչին։ Ան վերջապես իր խոսքը գուղե նաև քրակետներուն։ Ձեր գոմե ղրգվելիք երկի հարմար ոտանավորներուն եղանակները հարմարցնելով կամ հորինելով պիտի հրադարագենք մեր տասակիրքի մեջ։ Գոհուսանք, թե հայ դբրոցին օգտակար ըլլալու առաջադրությամբ պիտի ուզեք աջակցել այս ձեռնարկին։ Այս կրկույգը ոչ միայն պիտի օգներ հայ փոքրիկներու զարգացման, այլ նաև հայաբահբանման, որովհետև հոն դեղ կդածեին հայկական կնկուշ երգեր, եւ այս այնպիսի շրջանիմը, երբ թրքական լեզուն եւ երգերը դեռ դիրաբեդող էին հայ հասարակության մեջ։ Սակայն այս օգտաշատ գործը իր արժանի կդատանքը չունենար իր ժամանակին։ Այս մասին Բողարյան գկրե։ Դժբախտաբար լույս ընձայած նմուշ բրագները սպասած կաչալերանքն ու սպարումը չունեցան։ Դբրոցներու մեջ երկուսույց ուսուցիչները կբացեին եւ քաղաքական պայմաններն աննպաստ։ Հակոբ Իվեզյան ավետարանական համայնքի զավակ էր, բայց անխդիր ծառայած է ամբողջ լիբանանահայության։ Հայ մամուլը անդրադարձած է 1922-ին 1933 դասնամյակի մշակութային կյանքի մեջ Իվեզյանի ունեցած նպաստին։ Երաժշտական ցերնակները ղեկավարեր ցանոթ խմբավար Հակոբ Իվեզյան, ցանոթացնելով հայ երաժշտությունը մեր ժողովրդին եւ օդարներուն։ Իվեզյան 1932-ին գգազմե քնար նվագախումբը, որ ուներ երգչախումբի բաժինալ։ 40 հոգինոց այս խումբը իր առաջին համերգը գուտա 22 հունվարի 1933-ին Հիսուսյաններու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վարժարանի սրահի մեջ։ Հակոբ Իվեզյան երգչախումբը գազմած է Հրեպսիմյանց վարժարանի ուսանողիները պաղկացած, նաև ուրիշը ընդհանրապես ավետարանականներ է գազմված, որ ամեն գիրագի Memorial Hall-ի մեջ երգած է։ Հետաքրքրական է այս մասին Դիգին Ասղիկ Բուջիկանյան Թոփուսխանյանի դված վկայությունը։ Ստորակրյալս մասնակցած են Բեյրութի հայ ավետարանական առաջին եկեղեցի երգչախումբին, ղեկավարությամբ բարոն Հակոբ Իվեզյանի եւ դոկտոր Դիկրան Կասունիի 1924-ին 1933-36 տարիներուն։ Երգչախումբի անդամները եկեղեցի զավակներն էին, որոնց երաժշտագիտությունը, որքան որ գիտեմ, իրենց դպրոցական շրջանի ցայնակրության դասավանդության ուսուցումներն էին։ Փորձերը կկատարվեին երկու անգամով։ Մեներկիչներն էին Դիգին Սատենիկ Իվեզյան, Օրիորդ Լիզի Ջանդան, Օրիորդ Արշալուս Կալայջան, բարոն Պյուզանտ Գյուլեսերյան, բարոն Քևոր Խաչերյան։ Երկացանգը գիրագի օրերու համար հոգևոր երկարանի երկեր են եւ ուրիշ հոգևոր երկերու եւ հոգերկություններ են օրատորիո գպաղանար։ Իսկ տարեկան համերգին առավել ասկային երկեր։ Դարին մեկ անգամ հայ կաթողիկեներու եկեղեցի մեջ գերկեին Գեգմալյանի քարացային բադարակը։ Այս երևույթի մասին իրենց վկայությունը կուտան նաև բազմաթիվ անձեր, նշելով, թե Իվեզյանի երգչախումբը ամեն տարի զատգվան հաջորդ գիրագին կաթողիկեներու Սուրբ եկեղեցվո մեջ կմատուցեր Գեգմալյան քարացային բադարակը ֆրանսիացի կառավարիչին ու դեղացի բարձրաստիճան անձնավորությանց ներկայության։ 1936-ին հիմնադրված Սիպան երաժշտական միությունը կգազմե 80 հոգինոց երգչախումբը սիմֆոնիկ նվագախումբով։ Երաժշտակետ Իվեզյան ղեկավարե այս խումբը, որ մայիս 8 1936-ին գուտա իր առաջին համերգը։ Այս վաստակավոր երաժշտին աշակերտած են բազմաթիվ անձեր, որոնց մե ամենեն դաղանտավորն է Դիկրան Կասունին, որ հետագային կշարունակե իր ուսուցիչին գործը հայ ավետարանական առաջին եկեղեցու երգչախումբի ղեկավարությունը ստանցնելով։
19 հունիս 1936-ին Ուվեզյանի երախտաբար ցաները կգազմագերբեն իրենց ուսուցիչին 25-ամյակի հոպելենական տոնագադարությունը, որ դեղի կունենա անգլո-ամերիկյան եկեղեցվո Memorial Hall-ի մեջ։ Ուվեզյանի փեղուն կորձնեությունը արժանավորապես գնահատելու նպատակով կստեղծվի գազմագերբիչ հանձնախումբը հանդիսությունը ծրագրելու եւ իրականացնելու համար։ Այս հանդիսության իրենց մասնակցությունը կբերեն դոկտոր Կարեկին Վարդապետյան, Դիար Գարաբետ Քվրյան, Վերաբադվելի Եղիա Կասունի, որուն զավակը Դիկրան Կասունի ղեկավարե Ստիփան Երկչախումբը։ Բացման ու փակման խոսքը կկատարե Վերաբադվելի Ենով Գոկոզյան, որ հանուն հայ ավետարանական եկեղեցվո հոպելյարին կնվիրե չափ տալու արձատյա կավազանիկը։ Գազմագերբիչ հանձնախումբեն Դիար Հովաննես Թիլքյան հոպելյարի հին եւ նոր աշակերտներուն անունով հետեւյալ ուղերձը կգարտա։ Մեզ մեջ շատեր կաչադեղյալ են արդեն բարոն Ուվեզյանի պատրաստակամությամբ, թե ինչպես անվարան գերբով անցնվիրապար եւ առանց թույզն ակնկալությամբ ամբողջ երկոդասնյակը դարիներ սպաս տրած է իր երաշտական դաղանտը Աստծո խորանին, բայցարեցնելով եկեղեցվո մեր գամարները, լուսազարտելով մեր հոգիները եւ դաջարն անմահական մեր Աստծուն։ Բայց այսքանով մենք չենք կնար վերջագետը տրազլալ այս բադվական անձնավորությանը, մեզի դված օգտաշատ ծառայությանց, որուն արկասիկը լայնորեն վայելելու գեղեցիկ արիթը ստեպ ունեցած են մեզ մեջ շատեր։ Բարոն Ուվեզյան ըլլալով հանդերձ երկահան դբակրիչ, նվակաձու, խմբավար եւ գազմագերբիչ, երկի, նվակի, այլ խումբերու բացարիք դեղը կգրավե որպես սրբազան երաժշտության ռահվիրա մեր եկեղեցիներն ներս եւ ավելին բացարիք դեղը կգրավե որպես ժողովրդական բազմարտյուն երաժիշտ ուսուցիչ, որուն արինքնող անձնավորութենեն եւ հոգետով արվեստեն հապշտակված դագավ դարվեդարի ահագաջիթիվը անոր սաներուն եւ հիացողներուն, որոնց մեկը ըլլալու բախտավորությունը ունիմ եւ որոնց գոմեալ այս երեգո գուկամ հայտնաբերելու մերալ հարկանքի, հիացմունքի եւ երախտագիտական չերմսկացումները հանդեպ սիրելի արվեստագետին, մեղվաչան մշակին եւ դիբար հայուն։ Հրաբարագավ արտասանված այս բերջախոս դողերը գվգայեն, թե Ուվեզյան իրապես կնահատանքի արժանի արվեստի մշակմը եղած է եւ հագարակ այն իրողության, որ դառնացած է իր երաժշտական կորձնեության ստեղծած դժվարության ստիմաց, բայց եւ այնպես իր ողջության իսկ կնահատված է իր սաներուն գոմե։ Հակոբ Ուվեզյանի երաժշտական կորձնեութենեն գոկտևին ոչ միայն Ջունիի, Ջբեյլի, Ղազիրի եւ Բեյրութի ժողովուրդը, այլ նաեւ Շտորայի հայ քյողակնացները։ 1940-ական թվականներուն Շտորայի հանդարտ մեկ թաղի մեջ անգարուցել գուտա ամարանոց ֆնագարամը, գապ կաստադե եկեղեցականներու, մտավորականներու եւ ուսուցիչներու հետ, եւ Շտորայի նորապած հայ ավետարանական եկեղեցվո գծարայե իր շուրջի երդասարտները խմբելով եւ անոնց երգսորվեցնելով։ Անգ գազմագերբեն վակահամտեսներ, որոնց մասին մամուլը գանտրատարնա օրին։ 1947-ին երաժշտի մահեն 4 տարի ետք ամառնային նվակահամտեսներու ընթացքին Ուվեզյանի հիշադակը վար կբահվի երկվելով անոր հորինած երգերը։ Օրին մամլո թղթագիծը գանտրատարնա հետևյալ խոսքերով. Գար ժամանակ հոս կանոնավոր ամառնային համերգներ գուդար հանկուցյալ երաժշտակետ Հակոբ Ուվեզյան, որ միևնույն ադեն Շտորայի հայկական ամառանոցի հիմնադիրներեն մեկն էր։ Հայ ավետարանական եկեղեցվո Հովանիին դակ այս անգամ գազմված էր 3 հոգինոց հանձնախումբը՝ Դիգին Մեգի Մատոսյանի, դոկտոր Կետենջյանի եւ բարոն Գյուլեսերյանի մասնակցությամբ։ Չանք չեր խնայված խարն հայդակիրը ներկայացնելու հարությամբ խմբերքները բոլորնալ մասնավորապես ընդրված էին հանկուցյալ երաժշտակետ Ուվեզյանի տաշնավորած երգերեն դեր գեցոտ ուզ հայս, դեր ողորմյա, քնիր իմ պալիկ, նաև երկու կարյակներ։ Ուվեզյան ոչ միայն երաժշտության տաստիարագեր, խմբավար եւ ճուտագահար, այլ նաև հորինող։ Արդարև անհորինած է մոտ 20 երգեր, որոնց գարկին քնիր իմ պալիկ, ահա ելավ լուսին արձատ, հայա բրինք, այկուն եւ այլն։ Մոտ 20 երգեր մշակման ենթարկած է ինչպես Փամփորոդան, մեր հայրենիք, դեր գեցո։ Թրքախոսներուն համար տաշնավորած է թրքերեն զավեշտական երգը Գարսոն բույր։
1939-ին Ուվեզյան գմտնե հոյեչտի Զարեն ու բար ագումբ, ուր գործե ընդարձակել իր գործնեության սահմանը։ Սակայն քանի մդարիների հետ հանգարձահաս մահը վերջ կտնե անոր բոլոր ծրագիրներուն։ Հակոբ Ուվեզյան գմահանա 6 փետրվար 1943-ին հետևանք չարախոնչության, քանի որ ամբողջ կյանքը վազվզուկ մի եղավ։ Գկրե Բողարյան 21 մարտ 1943-ին անոր նվիրված հիշադակի հանդիսությունը կգազմագերբվի անգլո-ամերիկյան եկեղեցու մեջ հովանավորությամբ 3 հոգևոր բեդերու։ Բացման խոսքը գարդասանե դոկտոր Վարդապետյան, Շոպենի մահերկով կմասնակցի Դիգին Եվնիգե Կասունի, Իստիկրան Կասունի գղեկավարե խմբային երկերը, կներին պալիկ, հայաբրինք, ողբացյալի տաշնավորումներեն։ Ուղերձներով եւ սրդի խոսքերով հանդես կուկան Վիզեր, Օրիորդ Աղեգյան եւ Դյար Հովանես Թիլքյան։ Կփանախոսեմ երաժիշտ Պարսեր Գանաչյան, երաժիշտ եւ երաժշտությունը նյութի մասին, իսկ Նիկոլ Աղբալյան հայ մշակույթի ծառաները։ Ամեն հայ սուրբ խմբական շարականով մասնակցի Վարդապետ Քալայջան, իսկ դոկտոր Էմանուել Էլմաջյան կգադարե վերջին մեներքը Դեր Գեցոն, դաշնավորված Հանկուցյալ Ուվեզյանի գողմե։ Հակոբ Ուվեզյանի տերը շատ մեծ է եւ ուսանելի որպես առաջին երաժշտակետը լիբանանահայ քաղաքին, ուր ավելի քան 20 տարիներ անհավադարմորեն ու անսագարկ ծառայած է իբարս հայ երկին ու երաժշտության։ Անոր երախտաշատ ծառայությունները առավել նշանակալից կդառնան նաև այն պատճառով, որ անոնք կզուգադիպին լիբանանահայ քաղաքին սկզբնական ու գազմավորման շրջանի ծանր ու դժնդակ տարիներուն։ Հարգելի ունգընտիրներ, այսօր վերջ կգտնե մեր այսօրվան Լիբանանահայ խմբերքային արվեստի հայդակիրը, որ գրնակ դարձյալ ունգընտրել այցելելով Վանացայինի գայքեչի արխիվներու բաժինը։ Դարձածերդ դլան Կարաճիգա 5 շաբթի երեկոյան ժամը 5-ին, որ պիտի ներկայացնենք արվեստագետ Աշոտ Բատմակրյանը։ Ցտեսություն։